Ես ուզում եք, որ չերկարացնեմ կառավարության ծրագրի մասին էլ ասելիք ունեի, կարող այդ մասին հարցեր են չենք պատասխանում։ Այո։ Կոնսուլենյանց ուղարկեցիք խնդիրները լուծումներից տարբեր դեպքում լուծում են առաջարկեցիք։ Ամեն դեպքում խնդիրն ավելի խորքային է ռեպրեսիաների շղթան բացել, որ համերաշխության ճանապարհով դժվար թե լուծվի հաշվառելով իշխանությունների 8 տարվա այս գործունեությունը։ Այլ պարագայում ինչ եք կարծում, ինչպես է հնարավոր ապահովել քաղաքական հիմնադիր ուժերի կոնսոլիդացիա եւ հանրային կոնսոլիդացիա իշխանապողության որակարգի շուրջ, եթե դա այսպես ընդդիմություններով չստացվեց, ու երկրորդ հարցը այդ կառավարության ծրագրին է վերաբերվում, տեսանք բավական ակնկալից թեզեր կա, իշխանությունը չի ենթարկցնում նպատակները, էլի հարց է առաջանում, դեպքում ինչ է անում ընդդիմությունը եւ վիճակի միայն խորհրդարանական գործիքով կազմող պայքարի Շնորհակալություն, նախ առաջին առ։ Ես միամիտ չեմ, որ կարծեմ Նիկոլ Փաշինյանը այս Տերեզա է դառնալու եւ ես իմ առաջարկած ճանապարհներից հատկապես հանրային համերաշխությունն է ընտրելու։ Ինչի ես խոսեցի հանրային համերաշխության մասին։ Այստեղ բոլորը մեր ընտրարշավը լուսաբանած մարդիկ եք։ Գիտեք, որ մեր 3 առաջնահերթություններից մեկը մեր ընտրատիմի եղել է հանրային համերաշխության միջավայրի ձևավորումը։ Ես մեր նախընտրական բաներից մեկը հիշեցրեցի, գլխավոր առանցքային կետերից մեկը։ Եվ նաև ասեցի իշխանությունը ինչ հնարավորություն ունի։ Բնականաբար ես գիտեմ, որ ինձանից մի ժամ առաջ խոսել է Նիկոլ Փաշինյան, էլի բոլորից ունեզրկելուց եւ այլն, եւ հետեւաբար ես իլյուզիա չունեմ։ Եվ բայց քաղաքականավորների խնդիրը չի կարող չլուծվել։ Այսինքն, եթե ինչ-որ ողջամիտ ժամկետ կա, չէ, որ մարդիկ սպառում են ամբողջական հավատը արդարադատության, դատարանների նկատմամբ, դրանից հետո ասեցի, որ գալու է քաղաքական ավելի կոշտ գործողությունների ժամանակը։ Ես օրինակ մեկ ամիս իմ մտերիմները գիտեն, կուսակցական ընկերներս, ընտանիքի անդամներս։ Ես օրինակ մեկ ամիս առաջ դերևս հնարավոր ու անհրաժեշտ է համարում հացադուլ հայտարարելը հանրային ճանաչված գործիչների եւ դրանով հասարակական ինչ-որ կոնսոլիդացիա ապահովելը։ Հենց քաղաքականավորների խնդրի համար։ Իսկ ես իշխանությունը ուղղակի հորդոր արեցի, լավատես չլինելով, միանգամից ասեմ, գիտեք, ես իլյուզիաներով չեմ տառապում եւ իշխանության ամենակոշտ քննադատներից մեկն եմ։ Ես ընդհանրապես իշխանությանը հորդորեցի նոր բաժանարար գծեր երկրում չգծել, հակառակ պարագայում քաղաքականավորների պաշտպանության հարցը ավելի սրվելու է եւ տեղի կունենան նաեւ կոշտ քաղաքական ակցիաներ։ Ի վերջո իշխանության ռեպրեսիվ մեքենան անսպառ չի իր կարողություններով։ Անսպառ չի, այդ մի քիչ անկեղծ ասած գերագնահատել են իշխանությունները իրանց ուժային պոտենցիալը։ Ի վերջո ցանկացած նոր քաղաքականավորի հետ հասարակության մի հատ խումբ էլ է ավելանում, դժգոհողների մի խումբ էլ է ավելանում։ Մյուս հարցը ձեր շատ ավելի սկզբունքային է։ Ինչի մասին է կառավարության ծրագիրը 2026-31 թվականների ծրագիրը։ Հա, բայց մինչև այդ անդրադառնալուն ես մի հարցի էլ շատ հակիրճ անդրադառնամ։ Քաղաքականավորների ազատ արձակման հարցում շատ հարգարժան գործընկերներ երբեմն շեշտ են դնում հանրային ինչ-որ շարժումների կամ իրավապաշտպան շարժումների, դրանք չեն աշխատելու։ Որտեւ եթե մենք ֆիքսում ենք, որ սա քաղաքական հաշվեհարդար է, լուծումներն էլ պետք է փնտրել քաղաքական դաշտում։ Հիմա ձեզ թվում է ինչ-որ իրավապաշտպան, ձեզ պիտի լուսավորի, որ իրավունքի բոլոր նորմերը խախտվել են։ Իրավապաշտպանը ինչ անի։ Ունենք շատ պրոֆեսիոնալ փաստաբաններ, այդ մարդիկ ինչ անեն։ Ո իրավունքի մասին չի։ Այդ ակցենտը ես դրա վրա էի դրել ու կարծում եմ սա շատ հիմնավոր թեզ է։ Հիմա կամ ձեր այն մյուս հարցին, որը շատ ավելի լուրջ հարց է։ Կառավարության 2026-31 թվականների ծրագիրը
85 էջանոց այդ փաստաթուղթը։ Մեր հասարակության մեծ մասը չի պատկերացնում այդ փաստաթղթի շրջադարձային նշանակությունը։ Շրջադարձային այս դեպքում ասում են բառից բացասական իմաստով, որտեղ շրջադարձը միայն դրական չի լինում։ Այդ ծրագիրը մանավանդ դրա անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն բաժինը երկրի ստրատեգիական կուրսը փոխելու մասին է։ 2021 թվականին օրինակ ռազմավարական դաշինք էր ձևակերպում հայ-ռուսական հարաբերությունները ծրագրով կառավարության։ Խոսվում էր ՀԱՊԿ-ի մասին, անվտանգության այլ բաղադրիչների մասին, 102-րդ ռազմաբազա, երկկողմ եւ բազմակողմ պաշտպանական եւ այլն եւ այլն։ Այս ծրագրում չկա նման բան։ Գիտեք Ռուսաստանը որերորդ տեղում է։ 8-րդ։ Արտաքին գործընկերները, որ նշված են այդ ծրագրում, Ռուսաստանը հայտնվել է 8-րդ տեղում։ Առաջին տեղում մեր հարևաններն են, հետո Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, հետո նոր Ռուսաստանը։ Այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունները այլևս ռազմավարական դաշնակցային չեն համարվում, գործընկերային են համարվում։ Ռուսաստանի մերքի բաժին Իհարկե ունի, բայց մենք միջև մեղավոր պարզենք, ասիմետրիկ են հայ-ռուսական հարաբերությունները։ Այդ զրույցը մեզ ձեռնտու չի, որտեղ ասիմետրիկ հարաբերություններում ճգնաժամի հետևանքով թույլ երկիրն է տուժում, ոչ թե ուժը։ Այդ զրույցը մեզ բացարձակապես ձեռնտու չի։ Հետո Ռուսաստանի իշխանության թերությունների կամ բացթողումների մասին թող իրանց հարկատուները խոսեն, իրենց քաղաքացիները։ Ես պարտավոր եմ խոսել Հայաստանի իշխանության ձախողումների կամ սխալ քաղաքականության մասին։ Հիմա տեսեք, Հայաստանը դուրս է բերվում ռուսական անվտանգային ուղեցրից։ Ուր է տարվում Հայաստանը։ Այդ նույն ծրագրում մենք կարդում ենք, որ Եվրամիությանը ինտեգրվելու ոչ մի չափելի ժամկետ, մեխանիզմ, կոնկրետություն գոյություն չունի։ Չկա։ Բա հարց է առաջանում, այդ մենք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից կամ ռուսական ինտեգրացիոն նախագծերից դուրս են գալիս, բա ուր են գնում, եթե արևմուտքի որևէ երաշխիքի մասին անվտանգային այդ փաստաթղթում չկա։ Մի նախադասություն օրինակ կա, ասում է սեփական միջավայրում առանց արտաքին միջամտության պետք է կարողանանք ապրել։ Ծրագրում նման ձևակերպում կա։ Կարող է տպավորություն առաջանալ, որ Հայաստանը մտադիր է դառնալ ոչ բլոկային երկիր։ Արդյոք աշխարհում կան ոչ բլոկային երկրներ, որոնք անվտանգ են ու բարեկեցիկ են։ Իհարկե կան, օրինակ Շվեյցարիան։ Արդյոք Հայաստանը կարող է ոչ բլոկային երկիր լինել ու լինել անվտանգ եւ բարեկեցիկ։ Պատասխանը միանշանակ է, իհարկե ոչ։ Ոչ թե որովհետեւ ես նման ցանկություն չունեմ, որտեղ Հայաստանը չունի նման հնարավորություններ։ Ոչ բլոկային երկիր լինելու համար դու պետք է ունենաս տնտեսական եւ ռազմական ինքնաբավություն, ինչը Հայաստանը չունի, երկրորդը տարածաշրջանային ուժերի կառավարելու բալանս, մեր ռեգիոնում դիսբալանս է եւ թույլ համակարգի դերում Հայաստանն է, եւ երրորդը պիտի ունենաս հարևաններ, որոնք ճանաչում են քո ինքնիշխանությունն ու շահերը։ Մեր առնվազն երկու հարևան մեր ինքնիշխանությունն ու շահերը չի ճանաչում։ Ամենայն դեպս տարածքային այս պարամետրերով։ Հետևաբար դու ոչ բլոկային երկիր դառնալ չես կարող։ Բայց այս ծրագրում տրված է նաև դրա պատասխանը։ Հայաստանի անվտանգության երաշխիքը համարվում հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը։ Արդյոք Հայաստանի անվտանգության տեսակետից պետք է ձգտել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման։ Միանշանակ։ Բայց արդյոք այդ հարաբերությունների նորմալացումը բերելու է անվտանգության ապահովման։ Ստեղ էլ է պատասխանը շատ պարզ։ Որպեսզի խաղաղությունը դա ինչ որ ես հիմա ասում եմ քաղաքագիտական ճշմարտությունները։ Որպեսզի խաղաղությունը կարողանա անվտանգության երաշխիք լինել, պիտի բխի ուժային բալանսից։ Այլ կերպ խաղաղությունը չի կարող անվտանգության երաշխիք լինի։ Արդյոք ուժային բալանս կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ոչ,
ուժային դիսբալանսը ցնցունա արտահայտված 1-4-ի կամ 5-ի հարաբերակցությամբ։ Որպեսզի խաղաղությունը անվտանգության երաշխիք լինի, հարևան բոլոր երկրները անվերապահորեն քո տարածքային ամբողջականությունը, իշխանությունը պիտի ճանաչեն եւ քո հարևանների հետ պիտի ձևավորած լինի շահերի եւ պարտականությունների ընդհանուր համակարգ։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում նման էլեմենտ ընդհանրապես գոյություն չունի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը անվտանգություն է փնտրում այն երկրների հետ հարաբերություններում, որոնցից Հայաստանը պիտի պաշտպանվի այլ կենտրոններից անվտանգության երաշխիքներ ստանալով։ Սա ուղղակի պարադոքս է, մարազմ է։ Ալիևը մեզ պարտադրում է խաղաղության վերսալյան մոդելը։ Դա այն մոդելն է, որ առաջին աշխարհամարտից հետո հաղթող երկրները պարտադրեցին Գերմանիային։ Այդ պարագայում քեզ անվտանգության երաշխիքներ են պետք Ալիևի առավելապաշտությունից պաշտպանվելու համար, ոչ թե հակառակը։ Հետևաբար, այս ռուսական ուղեցրից դուրս գալով Հայաստանը հայտնվում է թուրքական ինտեգրացիայի կրտսեր անդամի կարգավիճակում։ Մենք մաս ենք կազմելու թուրքական ինտեգրացիոն ծրագրերին։ Ես չգիտեմ դրա անունը ինչ կլինի։ Դա կարա 3 գումարած 3-ի մեջ էլ դրսևորվի, կարա այլ կերպ էլ դրսևորվի։ Հայաստանը թուրքական աշխարհի կրտսեր գործընկերոջ կարգավիճակ է ձեռք բերելու, բնականաբար կորցնելով իր քաղաքական եւ քաղաքակրթական ինքնությունը։ Նիկոլ Փաշինյանի ասած 4-րդ հանրապետությունն էլ արտաքին պարտադրանքների հետևանքով ձևավորված սուբյեկտ է ընդամենը։ Դա որևէ կապ չունի մեր ազգային պետական օրակարգի հետ։ Հիմա դուք ասում եք Ռուսաստանը մեղավոր է, թե չէ։ Եթե ես մի ամբողջ ասուլիս նվիրեմ Ռուսաստանի սխալներին, ժամանակը չի երիքի։ Բայց մենք ինչ ենք հիմա անում։ Մենք ռուսական անկատար անվտանգային համակարգը համեմատում ենք ոչ թե դրա չգոյության հետ, այլ իդեալական ինչ-որ անվտանգային համակարգի հետ, որը բնության մեջ գոյություն չունի։ Օրինակ դուք ինչ գիտեք, որ ռուսական բազան Հայաստանում չլինի, Հայաստանի անվտանգային համակարգը ինչպիսի մեծ ռիսկերի առաջ կկանգնի։ Ես վստահ եմ, որ կանգնելու է։ Ես վստահ եմ, որ լավ կամ վատ, թերի կամ կիսատ Ռուսաստանը կայունացնող նշանակություն ունի միջև հիմա էլ մեր երկրում այստեղ գործող ռազմաբազայով եւ մի շարք այլ կոմպոնենտներով։ Օրինակ, պատահական չի, որ Իրանի պատերազմի օրերին Իրանի բոլոր հարևանները թիրախավորվեցին բացի Հայաստանից։ Էլի բաներ կան։ Եվ բացի այդ, եթե Նիկոլ Փաշինյանը երկիրը ամբողջովին դարձնում է արևմուտքի գլոբալիստական կենտրոնների եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ֆորպոստ, արդյոք մենք խնդիրներ չենք ունենալու Իրան Իսլամական Հանրապետության հետ։ Շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Շատ լուրջ։ Մեր հասարակության մեծ մասը չգիտի ու պարտավոր չի իմանալ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի մասին, որի երկրորդ կետով գծվել էր Ռուսաստանի եւ Իրանի նոր սահմանը, որը անցնում էր Արաքսով, կարծում եմ ծանոթ բան եմ ասում։ Այդ պայմանագրում շատ հստակ գրված է Ռուսաստանի Արաքսի այս ափից, մեր ափից հեռանալու դեպքում ով է զբաղեցնելու այդ տեղը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կամ այն ժամանակ Իրանը։ Ձեր կարծիքով Իրանը կամ Ռուսաստանը այդ պայմանագրի մասին մոռացել են։ Ոչ։ Անցած դեկտեմբերին Շոյգուն մեկնել էր Թեհրան Լարիջանի հետ հանդիպման իր գործընկերոջ անվտանգության խորհրդի քարտուղարին։
Իրանց հանդիպման վերջում տարածվեց մեծ շատ կարճ հաղորդագրություն, որը մեր հասարակության մեծամասնությանը ոչինչ չի ասում։ Գրվեց երկու կողմերը վերահաստատել են իրենց լիակատար համերաշխությունը 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրին։ Մենք ենք ինչ-որ բան մոռացել, իրանք հաստատ չեն մոռանում, որովհետև ինստիտուցիոնալ շատ մեծ հիշողություն ունեցող կայսրություններ են, թե Ռուսաստանը, թե Իրանը։ Այսինքն, երբ որ մենք միայն արևմտյան կամ թուրք-ադրբեջանական զամբյուղում ենք տեղավորում մեր բոլոր այդ ձվերը, հետևանքն են լինելու, որ Հայաստանը աշխարհաքաղաքական բախման կիզակետ է դառնալու։ Այն Իրանը, որը չի հանդուրժում ամերիկյան ներկայություն Պարսից ծոցում եւ դա արտահայտված է Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամաբադում կնքված ժամանակավոր զինադադարի համաձայնագրում, հաստատ չի հանդուրժելու Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ եւ երկարաժամկետ ներկայություն իր հյուսիսային սահմանին իր քթի տակ։ Հետևաբար, այս քաղաքականությունը Հայաստանը տանում է ուկրաինացման մոդելով։ Պատահական չի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճակատագրով Նիկոլ Փաշինյանի հետ կապված Զելենսկին այս օրերին այդքան ոգևորվել է եւ ուղերձներ հասցեագրում Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Մենք պիտի հստակ որպես հասարակություն քաղաքական ուժեր ասենք, որ Հայաստանը Ուկրաինա դառնալու ռեսուրս չունի եւ Հայաստանը չպիտի դառնա Ուկրաինա 2։ Դրա հետևանքով մենք կորցնելու ենք մեր պետականությունը, ես ձեզ երաշխավորված ասում եմ։ Եթե մենք գնանք այն ճանապարհով, որ հիմա շարժվում ենք, մենք երանեք ենք տալու Ալեքսանդրապոլի պայմանագրով հաստատված ստատուս քվոին։ Այն 12-13 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի։ Մի գերմանացի մտածող ասել էր, չէ, որ մենք չնայած ունենք շատ հարուստ քաղաքակրթություն եւ անցյալ, բայց Հայաստանից դժբախտաբար Ալեքսանդրապոլի մասին խոսելուց ասել էր, որ մնացել է միտեղ, որտեղ հայերը լողանում են եւ միտեղ, որտեղ աղոթում են։ Ես չեմ ուզում մեր երկիրը ունենա այդ ողբերգական հեռանկարը։ Հետևաբար ես նույնիսկ քաղաքականավորների մասին խոսելիս շատ կարևորեցի հենց ստրատեգիական կուրսի փոփոխությունը, դա համարելով պատճառներից մեկը այս ռեպրեսիաների, որ Հայաստանում հիմա մոլեգնում է։ Խնդրեմ։